Այսօր ուզում եմ ես մեր խոսքը սկսենք դատավորած 20-րդ գլխից։ Արի այդ բացենք 20-րդ գլուխը։ Աստծո ժողովուրդը, այսինքն ազգերից մեկը, շատ վատ քայլ էր արել։ Ազգերից մեկի մի քաղաքը, Բենյամին ցեղի քաղաքներից մեկի ժողովուրդը մի շատ վատ բան էր արել։ Եվ իրավիճակը նենց էր, որ բոլոր ցեղերը դուրս եկան ու եկան իր այդ պատերազմի։ Ու եկան կանգնեցին Բենյամինի առաջ, այդ 11 ցեղը կանգնած են Բենյամինի առաջ։ Գիտեք իրան ինչ են ասում։ Ես այդտեղ ուզում եմ կարդամ։ Դատավորած 20-րդ գլուխ 13-րդ խոսքը 12-ից կարդամ։ Եվ Իսրայելի ցեղերը Բենյամինի բոլոր ցեղին մարդիկ ուղարկեցին եւ ասեցին. Այսինչ չարություն է, որ ձեր մեջ եղավ, եւ հիմա Գաբայի մեջ եղող այն չար զավակ մարդկանց տվեք, որ նրանց սպանենք։ Եվ չարությունը Իսրայելի մեջից վեր առնենք։ Ցեղերից մեկի քաղաքներից մեկում պղծություն էր տեղի ունեցել, շատ վատ։ Պանդուխտին ուղղակի կնոջը շատ վատ էին վարել պանդուխտի։ Եվ ամբողջ ցեղերը գալի ասում են, լսեք, որպիսի Իսրայելի մեջից մեղքը վերցնենք չարությունը, այդ քաղաքի այդ չար մարդկանց, ովքեր որ այդ բանը արել են, ձեր ցեղի մարդկանց, տվեք մենք իրանց սպանենք, ուրիշ տարբերակ չունենք, իրանք պիղծ բան են արել, որպիսի Իսրայելի մեջից չարությունը վեր առնենք, տվեք սպանենք։ Գիտեք, հրեաները շատ լավ գիտեին, ինչ է նշանակում լինել Տիրոջ ժողովուրդ ու քեզ սխալ պահել։ Լինել Տիրոջ ժողովուրդ ու պղծություն անել, որովհետև Սուրբ Աստծուն ծառայող ժողովուրդը չէր կարա պղծության մեջ լիներ։ Իրանք դա լավ հասկանում էին։ Ու եկել է մի պահ, որ իրանց ցեղերից մեկի մի ամբողջ քաղաք շատ պիղծ է իրան պահել։ Եվ հիմա իրանք եկել են ասում են, լսեք, չենք ուզում մի ցեղը վերանա մեր մեջից։ Կլինի մենակ այդ քաղաքի ժողովրդից, այն էլ մենակ այդ չար մարդկանց։ Կլինի տակ մենք իրանց վերացնենք, որպիսի չարությունը Իսրայելի մեջից վերացնենք։ Չարությունը վերացնենք։ Գիտես չարությունը ինչ է։ Ինքը խոց է։ Ինքը վարակ է, որը որ տարածվում է։ Երբ որ դու օրինակ չի կարա, չէ՞, տենց լինի, պատկերացրու, ամբողջ օրգանիզմը հիվանդ է։ Պատկերացրեք, ամբողջ օրգանիզմը հիվանդ է։ Եվ մենք բերենք այդ օրգանիզմի մեջ մի հատ փոքր այսքան։ Մի հատ բակտերիա լավ առումով, առողջ մի հատ բակտերիա մտցնենք այդ օրգանիզմի մեջ։ Ինչ կարծիք ես։ Այդ օրգանիզմը կլավանա։ Եթե ամբողջը հիվանդ է ու բերենք մի հատ կյանքի բակտերիա դնենք մեջը, առողջության։ Յուրաքանչյուր բժիշկ քեզ կասի ոչ, դա անհնար է։ Բայց եթե ամբողջ օրգանիզմը առողջ է ու մի հատ թռչնի գրիպի բակտերիա բերենք մտցնենք մեջը, կամ խոզի գրիպի, ինչ տեղի կունենա։ Ամբողջ օրգանիզմը կվարակվի։ Հա? Ամբողջ օրգանիզմը կվարակվի։ Դրա համար հրեաներն ասում են, լսեք, եկեք sense մի բան անենք։ Դուք ամբողջ ցեղը, որպեսզի չկորչեք, մեկը եկել ենք ձեր վրա կռիվ։ Չենք ուզում, դուք մեր ցեղն եք, մեր հարազատն եք, չենք ուզում սաղից սպանենք։ Մենակ այդ քաղաքի այդ մարդկանց հանեք տվեք մեզ պղծություն անողներին, սպանենք։ Իհարկե Բենյամինի ցեղը չի համաձայնվում եւ հրեաները մտնում են ամբողջ Բենյամինն են ոչնչացնում, շատ քիչ մարդ է փրկվում։ Բայց ես ուզում եմ մեր խոսք ավելի կենտրոնացնեմ, գիտես, մեր ուշադրությունը դարձնեմ հենց այս բանի վրա, որ չարությունը Իսրայելից վեր առնենք։ Գիտես, Իսրայելը փոխաբերական իմաստով այսօր ես ու դու ենք։ Հա? Աստծո ընտրված ազգն է Իսրայելը։ Դու այսօր Աստծո ընտրվածն ես։ Դու հենց ինքդ մի հատ Իսրայել ես։ Ու գիտես ինչ ասում Աստվածաշունչը։ Եզեկիել 9-րդ գլուխ։ Եզեկիել 9-րդ գլխում
Աստված տանում է Եզեկիելին ցույց է տալի, ասում է հլա արի մի հատ իմ տաճարը նայ ինչ պղծությունների մեջ է։ Ասում է հլա արի նայ տես իմ տաճարում ինչ են անում։ Տանում է այս կողմից ցույց է տալիս, որ իր քահանաները կանգնած են, ժողովուրդն էլ կանգնած են մեջքով դեպի Աստծո տաճարը, երեսով դեպի արևը։ Գիտեք, Աստծո տաճարի մուտքը նենց էր կառուցած, որ ժողովուրդը մեջքով դեպի արևը լինի, որ արևապաշտություն չլինի, որպեսզի մեջքը լինի արևի կողմը։ Բայց ասում է Եզեկիելին հլա արի նայ, ասում է իմ ժողովուրդը մեջքը տվել է իմ կողմը, նշանակում է արևին է սկսե պաշտել։ Արի նայ, ասում է այս կողմից արի նայ, ստե ինչ են անում։ Հլա արի մի հատ նայ, այս կողմից ստե ինչ են անում։ Այդքանից հետո ասում է ես ուղարկում եմ իրանց վրա իմ պատասխանը։ Ու գիտեք ինչ է ասում Աստված։ Տերը ասում է 4-րդ խոսքում 9-րդ գլխի, եւ Տերը ասեց նրանց. անցկաց քաղաքի միջով, այսինքն Երուսաղեմի միջով, եւ նշան դիր այն մարդկանց ճակատներին, որ հառաչում եւ ողբում են նրա միջում եղած բոլոր պղծությունների համար։ Սկզբից ասում է անցի քաղաքով ու նշան դիր բոլոր մարդկանց վրա, ովքեր որ սրբության մեջ են ապրում, ովքեր որ մաքուր են, ովքեր որ ոչ միայն մաքուր են, այնպիսի փխրուն սիրտ ունեն, որ հառաչում են քաղաքի պղծության համար, աղոթում են քաղաքի սրբվելու համար, անտարբեր չեն։ Բոլոր դրանց վրա ասում է մի հատ նշան դիր։ Գիտես ինչի։ Ասում է նշան դիր, որովհետև հաջորդ խոսքի մեջ գիտես ինչ ասում։ Եվ մյուսներին ասեց իմ ականջների առաջ. գնացեք նրա ետևից, այսինքն նշան դնողի ետևից գնացեք։ Քաղաքի միջով եւ զարկեք ձեր աչքերը չխնայեն եւ չողորմեն։ Ասում է գնացեք ու սկսեք ամբողջ քաղաքին զարկել։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր է այս ամենի մեջ։ 6-րդ խոսքում է գրած. ծերերին, երիտասարդներին, կույսին եւ երեխային կանանց էլ սպանեք, փչացրեք։ Բայց ամեն որ վրան նշան լինի, նրան մի մոտենաք։ Եվ վերջում գիտեք ինչ ասում։ Եվ իմ սրբարանից սկսեք։ Գիտեք ինչ ասում Աստված։ Այս առաջ անգամ այս խոսքը որ sense մտավ ներսես, մեջովը սարսուռ անցավ։ Ասում է գնացեք Երուսաղեմ, սկզբից նշան դրեք այն մարդկանց վրա, ովքեր որ ինձ հավանում են, իմ հետևից գնում են, իմ պատվիրանները պահում են, վրեքը նշան դրեք, որ հանկարծ իրանք չվնասվեն։ Հետո ասում է գնացեք ու սկսեք վերացնել քաղաքը, ոչ ծեր կխղճակ, ոչ երիտասարդ, ոչ երեխա, ոչ կույսկին, աղջիկ, ոչ կին, ոչ մեկին չխղճակ, բայց գիտեք ինչ ասում։ Չի ասում սկսեք հասարակած տնից, ասում է կսկսեք իմ սրբարանից, կսկսեք գիտես ումից, քահանաներից, կսկսեք իմ ժողովրդից, կսկսեք իմ բաժնից։ Այսօրվա իմ խոսքը գիտես ես ոնց եմ վերնագրել, դատաստանը սկսում է Աստծո տնից։ Դատաստանը սկսում է Աստծո տնից։ Գիտես մենք ապրում ենք 21-րդ դարում, մանավանդ վերջի մի քանի տարին ամբողջ աշխարհով մեկ տարածվում է կեղծ շնորհքի ժամանակաշրջանի մասին ուսմունքը, որ մենք հիմա շնորհքի տակ ենք։ Մի անգամ Հիսուսին ընդունել ենք, դառել ենք քրիստոնյա, ել ինչ ուզենք կարան կանենք, Աստված ներում է մեզ արդեն։ Աստված մեզ արդեն ընդունել է իր գիրկը։ Մի անգամ ասել ես Հիսուս ջան Տերս ես։ Հիսուսը մաքրել է քեզ։ Վсё դու արդեն մաքուր ես։ Ոչինչ որ մեղքեր ունես։ Ոչինչ որ մի քիչ մեղքեր ունես։ Գիտես աշխարհը սկսում է քեզ խաբել։ Մարդիկ այսօր գիտես քրիստոնեությունը անգամ եկեղեցիները մանավանդ արևմուտ հասկացության մեջ, հա։ Արևմուտք, այնքան հետաքրքիր է ասենց այդ բառը, չէ, արևմուտք։ Այսինքն ստեղից Եվրոպա, Ամերիկա, արևմուտք, որ ասում ես, մի քիչ հասկանում ես, որ ընդ արևը մտնում է։ Իսկ որտեղ որ արև չկա, լույս չկա, հա։ Այդ կողմը իրոք այսօր արևմուտք է դառել։ Այ արևմուտքում արևը մտել է։ Մարդիկ արդեն խավարի մեջ են։ Քրիստոնեական եկեղեցիները իրանք արդեն խավարի մեջ են։ Որովհետև գիտես ինչ են ասում, հովիվների հիշում եք մեր մոտ հյուր ունեինք ինչ էր ասում։ Բոլորն են դա ասում։ Հենց գնում ես Ամերիկա, առաջինը ասում են
մոտենում են քեզ մեծ մասամբ եկեղեցիներում, ասում են լսի հանգարտ ժողովրդին բան չասես, էլի փափուկ բաներ ասա։ Իրանք սաղ շաբաթ հոգնել են, փափուկ բաներ ասա։ Իրանք եկել են փափուկ բան լսելու։ Կեղծ շնորհքի ժամանակաշրջանը։ Աստվածաշունչը ասում է վերջի ժամանակները մարդիկ կուզենան իրանք ականջներին հաճելի ուսմունքներ լսեն։ Ամառ չեմ ուզում ես եկեղեցի գնամ, ստե հենց գնում եմ մեղքերս են իշացնում։ Այն միտեղ այնքան լավ է, երգում, պարում, ուրախանում, փառաբանում գնում ենք տուն։ Ավելի լավ է գաս ընկճվելով երկին գնաս, քան թե երկել պարելով դժոխք գնաս։ Ամեն։ Այսօր իրոք դարել է կեղծ շնորհքի ժամանակաշրջան։ Չէ, ամեն ինչ լավ է, ոչինչ որ գործի տեղը գողություն ես անում, դե դա ինչ է որ։ Սա դու գալիս ես շապատորի այդ գողացած փողից զոհաբերում ես։ Աստծուն գողացած փողից զոհաբերություն պետք չի ասեմ քեզ։ Հա? Աստծուն քո սիրտն է պետք։ Ամեն։ Ես միշտ սիրում եմ ասել, Աստծուն ամենահզոր երկրպագությունը Աստծուն, դա սպիտակ շոյերով Աստծո առաջ կանգնելն է։ Երբ որ դու մաքուր շոյերով կանգնում ես Աստծո առաջ, դրանից մեծ երկրպագություն չկա Աստծուն։ Դրանից ավել ոչինչ չկա։ Երբ որ դու կանգնում ես Աստծո առաջ, բերանդ փակ անգամ, ձեռներդ բարձրացնում ես ու Աստված նայում է, դու դու ամբողջովին սպիտակ հանդերձ ունես։ Այս է երկրպագությունը։ Ամեն։ Դատաստանը սկսում է Տիրոջ տնից։ Աստված ասում է գնացեք քաղաքը ավիրեք, չի ասում, գիտես, այն գողի տնից սկսեք։ Ասում է իմ սրբարանից սկսեք։ Սրբարանից, գիտես, այդ ներսն է արդեն։ Ներսն է սրբարանը, իր ծառայողներն են։ Ասում է հենց իմ սրբարանից սկսեք։ Ես մի ուրիշ տեղ եմ ուզում կարդամ։ Ելից 21-րդ գլուխ։ Ու գիտեք ինչ ասում, ասում է սկսեք իմ տան դիմացի ծերերից, հա։ Գիտես ինչ նշանակում ծերեր։ Երբ որ մեկը 30-40 տարի եկեղեցում ծառայել է։ Պատկերացնում եք քահանաների մասին է ասում։ Ասում է իրանցից սկսեք դատաստանը։ 30-40 տարի ծառայել է։ Ինչքան շատ թվում է թե ինչքան շատ է ծառայել, այնքան սուրբ է, այնքան Աստված պետք է իրան աչոք բոնուս տա, չէ։ Արդեն 40 տարի է ինձ ծառայում է։ Դե ոչինչ որ մի երկու բանել են չի անում։ Աստծո մոտ լրիվ հակառակն է։ Ինչքան շատ ես իրան ճանաչում, այնքան շատ քեզնից պահանջվում է սուրբ ելնել։ Ու ասում է սկսեք իմ տան, իմ սրբարանի ծերերից։ Ծերերից, այսինքն այն մարդկանցից, ովքեր որ ավելի շատ են եղել իմ սրահում, ավելի շատ են ինձ ճանաչում։ Այն մարդկանցից, որ միգուցե սաղ ժողովուրդը մտնում է Երուսաղեմում տաճար, տենում է այս պապիկին ասում է, այս մեր սուրբ եսի ինչն է։ Գիտեք, ինքը արդեն 75 տարեկան է, պատկերացնում եք 60 տարի է ծառայում այստեղ։ Ու բոլորը ախ են քաշում, որ գնան այդ պապիկի ձեռը պաչեն։ Որովհետև ինքը սուրբ եսիմով է։ Աստվածաշունչը ասում է, սկսեք հենց այդ ծերերից։ Ելից 21-րդ գլուխ։ Ելից 21-րդ գլուխ։ 14 խոսք։ Բայց եթե մեկը իր դրացուն ոխ ունենա եւ նրան նենգությամբ մերցնի, իմ սեղանից էլ առ նրան, որ սպանես։ Գիտես ինչ է նշանակում իմ սեղանից։ Սեղանը այն զոհասեղանն է, որի վրա քահանան զոհ էր անում։ Գիտես ինչ ասում։ Ասում է, եթե մեկը սխալ բան անի, իմ սեղանի վրա էլ ըլնի ինքը, իմ սեղանի վրա զոհ անելուց էլ ըլնի, ընդեղից էլ քաշիտար սպանի իրան։ Քաշիտար մի նայե, որ ախր քահանա է, ախր հենց հիմա ծառայության մեջ Աստծուն է զոհաբերում։ Աստծուն է զոհաբերություն անում, ոչխարը դեմն է, դրել է կրակի վրա, զոհը անուշոտ է բարձրացնում երկինք։ Կապ չունի ինչ անում, ասում է տար իրան թոմերնի։ Հնում քահանաների վրա գիտեք, չէ՞ որ մտնում էին սրբության սրբոտը զանգեր էին կախում։ 4 կողմից այդ իրանց շորի ներքևի մասում զանգեր կար կախած։ Զանգուլակներ կախար, երբ որ ինքը մտնում էր ներս, ոչ մեկ իրավունք չուներ բացի քահանայապետից։ Մտներ սրբություն սրբոցը։ Երբ որ մտնում էր զնգոցը գալիս էր, ոտից է մի հատ թել էր կապած։ Ինքը քանի ինձ ծառայություն էր անում, խնկարկություններ անում իրա, այդ զնգոցը գալիս էր, հենց զնգոցը կտրվում էր,
Մի քիչ սպասում էին դեսես, տենում էին էլ ձեն չի գալի, ասում էին всё, մեռավ։ Եթե մի քիչ պիղծ վարկով մարդ էր մտնում, Աստված խփում էր։ Ու քաշում էին, թելից հանում էին։ Զանգի ձենը կտրվում էր, ուրեմն ինքը չկա։ Ասում է, իմ սեղանի վրա էլ լինի, չխղճաս, ասում է, պիտի մեռցնես։ Գիտես, ամենալավ ծառայողն էլ մեղքի համար պետք է պատասխան տա։ Ամենալավ ծառայողն էլ, ամենահայտնի մարդն էլ Աստծո մեջ, մեղքի համար պետք է պատասխան տա։ Դավիթ թագավորը մի հատ լավ ընկեր ուներ, Հովաբ էր անունը։ Այնքան օգնեց իրան, այնքան փրկեց իրան Հովաբը, այնքան պաշտպանեց իրան, այնքան լավ գործեր էր արել, շատ։ Բայց գիտեք ինչ անգամ գիտեք ինչ տեսակի մարդ էր։ Պատկերացրեք գնաց քաղաքը գրավեց, գնաց երկար ժամանակ քաղաքի վրա շրջապատեց, վերջում գրավեց, վերջում արդեն որ պետք է մտնի ներս ու ավիրի, գիտեք ինչ արեց։ Դավիթին SMS ուղարկեց թագավորին, լսի, արդեն քաղաքը գրավվել է, всё, մնում է մտնենք, վերցնենք։ Լրիվ արած է, արի դու դեմից մտի, որ իմ անունը դուրս չգա, քո անունը դուրս գա, որ չասեն Հովաբ է քաղաքը գրավեց, ասեն Դավիթ թագավորն է գրավել։ Այդքան իր փառքը ոնց որ թե չէր փնտրում։ Այդքան ուզում էր թագավորի անունը բարձրացնել։ Լավ զորավար էր։ Բայց գիտես, երկու հատ սխալ բան արեց։ Երկու հատ զորագլուխ Իսրայելի սպանեց ինքը ոչ կռվի մեջ։ Երկու հոգու ինքը նենգաբար քաշեց մի կողմի սպանեց sense կոպիտ ասած, որ իրավունք չուներ։ Ու գիտես ինչ ասում Դավիթ թագավորը։ Իրա մորքուրի տղեն է, գիտես ուրիշ մարդ չի։ Իրա մորքուրի տղեն է։ Երրորդ թագավորաց երկրորդ գլխում է դա գրված։ Երբ որ պետք է արդեն թագավորությունը հանձնի իր տղային Սողոմոնին, գիտես ինչ ասում։ Ու նաև իմացի դու, Շարուհյան Յովաբի ինձ արածը, Դավիթը Սողոմոնին ասում, որ արեց Իսրայելու երկու զորագլուխներին, Նեերյան Աբեներին եւ Եթերյան Ամեսիային, որ նրանց սպանեց եւ պատերազմի արյուն թափեց խաղաղ ժամանակ, եւ պատերազմի արյուն ածեց իր մեջքի գոտի եւ իր ոտքի կոշիկի վրա։ Դավիթը Սողոմոնին ասում է, լսի, մեր Հովաբը, չնայած որ լավ զորավար է, խաղաղության ժամանակ երկու հատ պղծություն արեց, պատերազմի արյուն թափեց։ Ու շարունակում է. Եվ դու քո իմաստության համեմատ անես, որ նրա ալևորությունը խաղաղությամբ գերեզման չիջեցնես։ Ասում է Սողոմոն, ես մեռնում եմ, չթողես ինքը խաղաղ ալևորության խորը ծերության մեջ գերեզման մտնի։ Ուրիշ խոսքերով ասած, ասում է կսպանես անպայման իրան։ Չթողես հանգարց ինքը խաղաղ գերեզման մտնի։ Ինչի՞, որովհետև դատաստանը սկսում է Տիրոջ տնից։ Կապ չունի դու ինչքան ես ծառայել Տիրոջը։ Կապ չունի ինչքան, Հովաբը գիտես ինչքան էր ծառայել։ Կարճ առաջի երկրորդ թագավորը կպատկերացնես ինչքան է ծառայել Հովաբը, ինչքան լավ գործեր արեց։ Դավիթի աշտևն էր միշտ։ Բայց Դավիթը վերջում ասում է ինքը երկու հատ մեծ պղծություն արեց։ Տղուն ասում է հանգարց չթողես խաղաղ գերեզման մտնի։ Ու նույն գլխում գրված է որ Սողոմոնը մարդա ուղարկում, ասում է գնացեք սպանեք իրան։ Հովաբը իմանում է վազում փախնում է մտնում է Տիրոջ տաճար, բռնվում է Տիրոջ սեղանից։ Բռնվում է Տիրոջ սեղանից, ասում են դուրս արի, ասում է դուրս չեմ գա։ Դուրս արի, դուրս չեմ գա, սպանում եք, ստե սպանեք։ Գալիս են Սողոմոնին ասում են դուրս չի գալի դեից, ինչ անենք։ Ասում է հենց ընդել սպանեք։ Տիրոջ տաճարի, ասում է մի քիչ առաջ կարդացի, ասում է իմ սեղանի վրա էլ լինի, մերցրեք։ Իմ սեղանի վրա է լինի, սեղանից բռնված են սպանում Հովաբին։ Պատկերացնում ես, սեղանից բռնված։ Աստծո խոսքը միշտ իրական է։ Աստծո խոսքը միշտ իրական է։ Ինչքան էլ ուզում է այսօր հեքիաթ պատմեն, ինչքան էլ այսօր ուզում է ասեն, մենք ուրիշ դարաշրջանում ենք, մենք օրհնված մարդիկ ենք։ Մեր վրա շատ բաներ չի ազդում։ Գիտես, ավելի կարևոր բան եմ ուզում քեզ ասեմ, ավելի մեծ նշանակություն ունի այն ոչ թե այն, թե ինչքան ես հավատարիմ եղե, հա, սենց ասեմ, քանց թե ավելի մեծ նշանակություն ունի ոչ թե այն, թե ինչքան ես հավատարիմ եղե, քանց թե
այն թե ինչքան հավատարիմ չես եղել, հա։ Բարձա չէ ասածս։ Կապ չունի դու ինչքան ես հավատարիմ եղել։ Այնքան կարևոր է թե դու ինչքան չես եղել։ Ես որ նոր էի ապաշխարել, գիտեք ինչ էի անում։ Կանգնում էի Աստծո հետ բանը, գիտեք, որ սենց ելնում է, մեկին մի լավություն ես անում, ոնց է դա խոսում, չէ՞։ Մեկին հանգարց մի լավ գործի ես դրածելնում, կամ ասենք մի հատ հեռախոսի համար ես տվածելնում, զանգում է լավ աշխատանք է ճարում, կամ $10,000 աշխատում քո տված համարով։ Ոնց ես խոսում հետը։ Հա, ոնց է գործը այդ լավ է։ Գիտեմ, ախպեր, շատ լավ է։ Դե ոնց կարա վատնի, ով է համարը տվե իրան, որ։ Այդ հենց խոսում էի Աստծո հետ, գիտեք ինչ էի ասում, որ նոր էի ապաշխարել։ Ասում էի տենում ես Հիսուս ջան։ Կարա այդ տղեկի հետ այս ինչ տեղը գնայի, չգնացի։ Կարա ես բանը անեի, չարեցի։ Կարա ես բանը անեի, չարեցի։ Այս րոպեից որ սուտ խոսայի իշքան են ինձ ձեր տալի։ Քո խաթր եմ ես աղանում, չեմ անում, տենում ես։ Քո խաթր չեմ անում։ Ինձ թվում էր, երբ որ մի բան չեմ անում, վատ բան, այդ Աստծուն լավություն եմ անում։ Մտածում էի, թե դե ես կարա անեի։ Եթե չեմ անում, ուրեմն իրան մի լավ բան եմ անում, թող ինքը մի լավ բան ինձ հետ պատասխանի։ Բայց ինչքան ճանաչեցի Աստծուն, այնքան հասկացա, որ այդ իմ համար է, որ չեմ անում։ Աստված իմ չարասների համար չի օրհնում, ոչ թե իմ վատ գործեր չանելու համար է ինձ Աստված օրհնում, այլ լավ գործեր անելու համար է օրհնում։ Շատ քրիստոնյաներ մտածում են, թե մի բան չեմ արել, Աստված դրա համար պետք է ինձ վարձահատույց լինի։ Տեր Աստված, տեսար այս գործարքի մեջ կարայի խաբեի, $1,000 աշխատեի, չաշխատեցի, դե մի բան տուր։ Երբ որ մի բան չենք անում վատը, այդ մեր համար ենք անում։ Երբ որ մի լավ բան ենք անում, այդ արդեն Աստծո համար ենք անում, ամեն։ Մենք տեղերը չպիտի խառնենք։ Վատը չանելով Աստծուն լավություն չենք անում։ Այլ լավը անելով Աստծուն լավություն անում ենք։ Որովհետև Հիսուսը ասում էր. ինչ որ մեկին մի բաժակ ջուրել տվեցիր, ինձ տվեցիր։ Ամեն անգամ ես ասում եմ, երբ որ մոտենում ես մեկին մի կտոր հաց ես տալի, դու ես տալի, բայց հենց այդ մարդը հացը բռնում է, հենց կպնում է իր ձեռներին, այդ մարդու տեղը արդեն Հիսուսն է, ինքը չի։ Քո համար արդեն Հիսուսն է։ Երբ որ հասկանում ես, որ դու տարար ես 1,000 ռուբլին տվեցիր մեկին, ինքը վերցրեց։ Հենց մատերը կպան այդ 1,000 ռուբլուն արդեն պատկերացրու, հենց նոր դու Հիսուսին 1,000 ռուբլի տվեցիր։ Հենց նոր։ Երբ որ այդ դիրքից ես նայում, հաջորդ անգամ այդ մարդուն տնալուց չես հիշում մտքիդ մեջ։ Ես մոռացել եմ, հա, որ նոր 1,000 ռուբլի իրան փող եմ տվել։ Դու իրան չես տվել, դու Հիսուսին ես տվել։ Ինքը պիտի մոռանա, ինչի պիտի հիշի։ Դու Հիսուսին ես տվել, ինքն Հիսուսից է վերցրել։ Աստվածաշունչն է տենց ասում։ Հիսուսն ասում էր, ով որ սրանցից մեկին արեց, ինձ արեց։ Պարզ գրված է։ Ամեն։ Դատաստանը սկսում է Աստծո տնից։ Սաղմոս 89:14։ Գիտես, աշխարհը գնալով պղծվում է։ Իսկ մի բան, որ գնալով պղծվում է, իմ ու քո համար այն չի, որ մենք դե մի կերպ sense պահենք մեզ հանգարց մենք չպղծվելով գնալով չպղծվենք։ Գիտես, աշխարհը գնալով պղծվում է, որպեսզի ուզում ես Աստծո խոսքը իրականանա, դու էլ պետք է գնալով սրբվես։ Ես ու դու էլ պետք է գնալով սրբվենք։ Գիտես ինչի։ Կամաց այդ բաժանումը պետք է ակնհայտ լինի։ Մարդկությունը կամաց պետք է բաժանվի։ Սուրբը ավելի սրբվի Աստծո խոսքը ասում է, պիղծը ավելի պղծվի։ Ամեն։ Պիտի երևա տարբերությունը։ Ամեն։ Պիտի մեր տարբերությունը երևա աշխարհի հետ։ Եթե չի երևում, ուրեմն Աստվածաշնչյան խոսքը չի կատարվում, որովհետև պարզ գրված է. Սուրբը թող էլ սրբվի, պիղծը թող էլ պղծվի։ Որպեսզի նենց չլինի, որ պիղծը կարողանա ասի, դե ես սուրբ եմ։ Պիղծը պիտի երևա, որ ինքը պիղծ է։ Որ մի օր էլ այս սուրբը այստեղից կանգնի ասի, լսի, դու պիղծ ես, հենց նայ քո վիճակին։ Ժամանակն է, որ Հիսուսին ընդունես, որ սրբվես գաս այստեղ։ Թե չէ որ այս սուրբը ստեղ լինի, այս պիղծի մոտ։ Ուր կանչի իրան։ Հենա իրար կողքին, ուր ասի արի։ Երկուսն էլ իրար կողքին։ Բայց երբ որ պիղծը տենում է, որ դիմացինը սուրբ է, այն վաղ կզգա, որ ինքը պիղծ է։
Բայց եթե նայում ենք երկուսի շոյի վրա էլ նույն լականերն է։ Ինչքան ուզում ա քեզ ասեմ, արի սրբվի, կասի ինչով տարբերվում եմ, որ կամ սրբվեմ։ Ինչ է սա քոնից վատը։ Երկուսիս վրա էլ նույն լականերն է։ Հա? Սաղմոս 89, գիտես ինչ ա գրված այստեղ։ Սաղմոս 89:14 Արդարություն եւ իրավունք են քո աթոռի հաստատությունը։ Արդարություն եւ իրավունք են քո աթոռի հաստատությունը։ Աստծո աթոռի հիմքը այդ արդարությունն է։ Ինքը արդար Աստված է։ Մենք ասում ենք բարի Աստված, սիրող Աստված, ողորմած Աստված, բայց մենք չպիտի մոռանանք, որ Աստված արդար Աստված է։ Գիտես, այստեղ այն տարբերակը չկա, որ եթե 5 ընկերով գողություն են արել ու ընկերներից մեկի պապան ներքին գործերում աշխատում, ասի երեխուս մեջից հանեմ, որ ինքը չնստի, հա։ Այստեղ է տարբերակը չի։ Ինչքան էլ ուզում եմ մենք իր երեխաներն ենք, ինքը արդար է։ Ինքը արդար դատավոր է։ Ամեն։ Ինքը իր դատը անում է իր արդարության դիրքից, ոչ թե բարության դիրքից, ոչ թե սիրո դիրքից, իր արդարության դիրքից, որը որ բխում է իր սրբությունից։ Իր դատարանը, դատաստանը իմ ու քո համար լինելու է իր արդարության դիրքից, որտեղ գրված է, որ իր աթոռի հիմքը արդարությունն է։ Հիմք գիտես, չէ՞ ինչ է նշանակում։ Հիմք ինչի վրա կառուցվում է ամեն ինչը։ Մենք հայրս լավ գիտենք հիմքը ինչա, չէ՞։ Մենք մեր մոտ տուն սարքելուց անպայման հող այնքան ենք փորում, որ հասնենք հիմքին։ Որովհետև երկրաշարժի գոտի է մերը։ Հիսուսն ինքն էր ասում, անվազի վրա տուն մի սարքեք, փլի կտանի, ժայռի վրա սարքեք, որ հիմքը պինդ լինի։ Որովհետև հիմքը այնքան կարևոր է, դու հիմքից է որոշվում, դու ինչ ես կառուցում։ Չես կարա, չէ՞, մի կես մետրանոց հիմք փորես ու 25 արկանի շենք սարքես վրան։ Չի պահի։ Հիմքը շատ կարևոր է։ Աստվածաշունչը ասում է, Աստծո գահի հիմքը արդարությունն ու իրավունքն է։ Ինքան պարզ է։ Արդարություն ու իրավունք։ Աստված ուրիշ բանի վրա չի կառուցում իր հարաբերությունները իմ ու քո հետ։ Ինչքան էլ ուզում է սիրող հայր լինի, ինչքան էլ ուզում է իր սիրտը ճմլվի, երբ որ մեկը դժոխք է գնում։ Ու իր սիրտը իրոք ցավում է ամեն դժոխք գնացող մարդու համար, բայց ինքը չի կարա իր սրտացավությունը վեր դնի իր արդարությունից։ Չի կարա, որովհետև իր աթոռի հիմքը այդ արդարությունն է։ Ամեն։ Ինչ որ մեկին ասում ես, չի կարելի էսպես անել, մի արա։ Ասում եմ, գիտեմ, ասում ես, ես բան այսենց ավելի ճիշտ է։ Ասում եմ, այդ էլ գիտեմ։ Գիտեմ, ախպեր, գիտես, արդեն 15 տարի եկեղեցում եմ, գիտեմ։ Ինչ ասում ես, ասում եմ, գիտեմ։ Առանց գիտակցելու, որ Աստվածաշունչը ասում է, ով շատ գիտի, շատ էլ պահանջելու եմ իրանից։ Չէ՞։ Ում շատ տրված է, նրանից շատ էլ պահանջելու եմ։ Ով որ մտածում է ինքը շատ գիտի, ու չի անում, ավելի վատ է, քան թե նորեկած մարդուն, որը բան չգիտի։ Որտեւ այն նորեկածից ինչ պահանջես, հələ մեկին գումարած մեկ չի իմանում։ Դու չես կարա, չէ՞, նորեկածից բարձրագույն մաթեմատիկա պահանջես։ Պատկերացնում եք առաջի դասարանցի երեխային ասես մի հատ Լագրանժի վերջավոր աճերի բանաձևն ասա։ Արդեն կծիծաղա ինքը քո ասածի վրա։ Ինքը ուղղակի կծիծաղա, որտեւ իր համար ինչ որ եսի մուր հասար դու։ Գիտեմ, այնքան քրիստոնյաներ կան, 20-25 տարվա քրիստոնյա է, ինքը ամեն ինչ գիտի, ինչից խոսում ես գիտի, Աստվածաշունչը քեզնից լավ գիտի։ Գիտեմ նշանակում է, տեղյակ եմ։ Դատաստանը սկսվում է Աստծո տնից։ Ինչքան շատ ենք տեղյակ, այնքան շատ պահանջվում է մեզանից։ Ամեն։ Ինչքան շատ տեղյակ ենք, այնքան շատ պատասխանատվություն ունենք։ 2 տարեկան երեխային չեն ասում մամաները կլված տանը, հա։ Մաման չի ասում գնում եմ գործի, մինչև գամ մամաները լվացած լինի։ Բայց 20 տարեկան աղջկան ասում է, մինչև գամ պոլերն էլ մաքրած լինի, ինստիտուտի դասերն էլ արածրնես, ինտերնետը քիչ կմտնես։ Առակաց 16:6 Գիտես ինչա գրված էստեղ,
Առակաց 16:6 Ողորմությամբ եւ ճշմարտությամբ կքավի անօրենությունը եւ Տիրոջ վախը մարդուն կհեռացնի չարից։ Տիրոջ վախը մարդուն կհեռացնի չարից։ Առանց Տիրոջ վախի չես կարա հեռանալ չարից։ Շատ մարդիկ ասում են դե հա հիմա ինչ վախենամ Աստծուց, Աստված ամեն րոպե բինոկլը դրած ինչ չի նայում։ Ուշք ու միտքը ես չեմ սաղորը, որ մտածեմ, այ հանգարց ես չանեմ, Աստված կտեսնի, այ հանգարց սա չանեմ, Աստված կնեղանա, Աստված կջղայնանա։ Ամբողջ օրը ինձանով չի զբաղվում Աստված։ 6 միլիարդ, 7 միլիարդ մարդ կա, հենց իմ վրա է տոշկա դրե։ Մի անգամ բանը դասատուն, հա, ուսուցիչը աշակերտներին ամեն մեկին մի հատ աղունիկ է տալիս, ասում է տարեք ամեն մեկը սպանեք ես աղունիկին։ Բայց մի պայմանով այնց կսպանեք, որ մարդ չտեսնի։ Աննկատ։ Բոլորը գալիս են, բոլորը սպանել են աղունիկներին։ Մի աշակերտ գալիս է աղունիկը ձեռը։ Ես ուսուցիչն ասում եմ, բայց չասեցի կսպանես։ Ասում եմ, հա, բայց տեղ չգտա, որ կարանայի։ Ասում եմ, գնա մի հատ անկյուն, մտնի մի սենյակ։ Ասում եմ, ճիշտ ասած 1000 տեղ փորձեցի։ Բայց նենց ոչ մի տեղ չկարացա, նենց անել, որ ոչ մեկ չտեսնի։ Ոնց անում էի, գոնե ես այդտեղ էի։ Ոնց ուր գնացի, գոնե ես այդտեղ էի, ոնց սպանեի, աննկատ չստացվեց։ Գիտես, ուր ուզում ես գնա, Աստված այնտեղ է։ Աննկատ չկա մեր մոտ։ Ուզում ես մութտեղը սխալ կայլ արա, ուզում ես ցերեկը, ուզում ես գիշերը, ուզում ես մենակը, քանի մարդ չի տենում, մտնեմ ինտերնետով մի երկու բան նայեմ։ Աննկատ չկա այս դարում։ Ընդհանրապես Աստված ամենուր է։ Գիտես ինչ նշանակում ամենուր։ Ինքը հիմա ստեղ է։ Այդ նշանակում է ամեն ուր, ամեն ինչի մեջ։ Ամենուր։ Ամեն ինչի մեջ, որովհետև ամեն ինչի ստեղծողը ինքն է։ Ամեն։ Ամեն ինչ գտնվում է իր մեջ։ Աստված ամենուր է։ Նենց տեղ չկա, որ Աստված այնտեղ հանգարց լավ չի լսում այնտեղ։ Կամ այդ րոպեին զբաղված է քեզ չի տենում։ Դավիթ թագավորն ասում է, ուր գնամ քո երեսից։ Գնում եմ երկին կնդես, իջնեմ դժոխք կնդես, որտեղ գնամ դու այնտեղ ես։ Ուր փախնեմ քո երեսից։ Հետո հասկանում եմ, որ փախնելու տեղ չկա։ Մինչև չենք հասկանում, որ տեղ չկա, որ մենք կարանք մեր սխալ քայլերը պահենք, ոչ մի բան չի փոխվում մեր կյանքում։ Հա մտածում ենք, դե լավ, դե այս մի տեղը Աստված ոնց որ թե ուշադիր չէր, չնկատեց ինձ։ Աստծո աշկերը միշտ էլ տեսնում են մեզ։ Ամեն։ Երկրորդ Կորինթացիս 7-րդ գլուխ։ Առաջի խոսքը։ Արդ այսպիսի խոստումներ ունենալով սիրելիներս։ Այնքան լավ ասում Պողոսը։ Ասում է սիրելիներս, այսպիսի խոստումներ ունենալով ի նկատի ունեն սաղ օրհնությունները, որ Աստված հենց քեզ խոսք է տվել, հենց ինձ խոսք է տվել։ Ասում է սիրելի Աստծո ժողովուրդ։ Ախր այնքան լավ բաներ ունենք մենք խոստացած։ Արդ այսպիսի խոստումներ ունենալով Գիտես այդ ինչի է նման։ Պատկերած օրինակ տղաներին, հա, եղբայրներին ասեմ։ Քուրիկներն է կհասկանան, բայց քուրիկներին ուրիշ բանի վրա կարամ ասեմ, ուղղակի պատկերացրեք եղբայրներ, աշխարհի ամենալավ մեքենան քեզի 3 ամսից խոսք են տվել։ Աշխարհի ամենալավ մեքենան, ամենանա մի հատա ու մենակ քո համար, քո անունով, քո կապրիզներով սարքած, ինչ որ կուզեիր մեջը լինի։ Հա? Պատկերացրու աշխարհի ամենալավ մեքենան քեզ խոսք են տվել, բայց 3 ամսից է գալու։ Ու գիտես ինչ է տեղի ունենում։ Ու սատանան բերում է մի հատ այսքան խաղալիք ավտո։ Ասում է լսի։ Դե վեկալ, մինչև էնի ելնի վեկալ զբաղվի։
Ու մենք մոռանալով են ինչ է մեզ սպասում 3 ամսից, վերցնում ենք ու այդ խաղալիք ավտոյով դուս են գալի փողոց դնում ու սկսում ենք քշելը։ Ծիծաղալու է, չէ՞։ Սատանան այդտենց մեզ կարողանում է խաբի մեկ-մեկ, գիտես։ Այդ փոքրիկ խաղալիք ավտոն վերցնում ենք ու սկսում ենք քշելը։ Ու հետո զարմանում ենք, 3 ամիս անցավ, բա ուր է այն մեքենան, որ խոսքի երթվել։ Չկա։ Այն մեքենան այն կոմի վրա էր, այս խաղալիք ավտոն մենք այս կոմի վրա ենք քշել։ Լույսը ընդեղ է, խավարը ստեղ է։ Գիտես, եթե ստվերը տա քեզ առաջնորդում, ուրեմն լույսը հետևում տա մնացը։ Եթե դու քայլում ես ու զգում ես, որ ստվերը տա դիմացդ գնում, ուրեմն լույսը ընդեղից է գալի։ Դրա համար արի մեր ստվերի հետևից չգնանք։ Մենք խաղալիք ավտոյի համար ծնված չենք, հա։ Մենք լույսի համար ենք ծնված։ Ամեն։ Ասում այս այսպիսի խոստումներ ունենալով մեր անձերը սրբենք հոգու եւ մարմնի ամեն պղծությունից, սրբությունը կատարելով Աստծո վախով։ Եկեք ավելի լավ Աստծո վախը բռնենք։ Ոչ թե բռնենք այն այսօրվա խաղալիք ավտոները, ասում եկեք Աստծո վախը բռնենք։ Առանց Աստծո վախի դժվար է պահել սրբությունը։ Առանց Աստծո վախի դժվար է պահել սրբությունը։ Դուք գիտեք այն քարոզիչի պատմությունը, որ ընկել էր, մոտեցել էին ընկերներն ասել, ո՞նց ընկար։ Ասել գիտեք, ես Աստծո սերը չէի կորցրել, Աստծո վախն էի կորցրել։ Դրա համար էլ ընկա դրա մեջ։ Ոչ թե սերն էի կորցրել, էլի Աստծո սիրում էի, ոնց որ առաջ, բայց Աստծո վախը կորցրել էի։ Իսկ Պողոսը ստեղ ասում է, սրբությունը կատարեք Աստծո վախով։ Ամեն։ Առակաց 17-րդ գլուխ 10-րդ խոսք։ Առակաց 17-րդ գլուխ։ Հանդիմանությունը ավել է ազդում խոհեմին, քան թե 100 հարվածը հիմարին։ Գիտես ինչ է ասում Աստվածաշունչը։ Հանդիմանությունը ավելի է ազդում խոհեմին, այսինքն խելոք մարդուն մի անգամ ասածը ավելի է ազդում, քան թե 100 հարվածը հիմարին։ Այսինքն խելոք մարդուն մի անգամ ասում ես, լսի մի արա, էսի լավ բան չի։ Էդի ազդում է իր վրա, ու ինքը չի անում։ Անխելք մարդուն Աստվածաշունչը ասում է 100 անգամ խփի մատին։ Ասա մի արա ու խփի այդ անող մատին։ Մեկը չի ազդում իր վրա։ Բայց Աստված մեզ կանչել է իմաստության մեջ, ամեն։ Մենք կանչել է, որ մենք խելոք լինենք, իմաստուն լինենք, որ մենք չգնանք ինչ որ չգիտեմ, ինչ որ խաղալիք ավտոմեքենաների հետևից, հա, սատանայի առաջարկած։ Կամ, չգիտեմ, նոր ոճի սելֆիների հետևից։ Աստված ավելին է ուզում մեզանից։ Մեզ, գիտես ինչի է նման դա։ Երբ որ երեխեն սկսում է մի բան նկարել կամ մի բան նվագել, ծնողը մի անգամ ես գիտես որտեղ է տենում իրան։ Երեխեն երկուացն ձև անում, իրան արդեն Բաշոյում թատրոնում է տենում, Բաշոյում հենց ծնողը ասում է, հանրաճանաչ դերասան դառավ։ Ջութակը վերցնում է ինչ որ մեկի ականջները սպանում է, ճռ, ասում է, երեխես Պագանինի է դառնում։ Հա? Ծնողը տենց է, այդ երեխեն այսքան անում է, իմ աղբորս տղան 2 անգամ նկարել էր, պապաս իրան այնքան էր բացատրել, որ դու նկարիչ ես։ Երեխա էր 5-6 տարեկան։ Մի օր ասի, դե գիտես ինչ, որ մի քիչ սկսես նկարելը, ես էլ կողքից մի քիչ խորհուրդներ կտամ, դու մի քիչ կտանենք վարպետի մոտ, սենց, լավ նկարիչ կդառնաս։ Այդ երեխան գիտեք ինչ ասեց, հոպար ես արդեն նկարիչ եմ։ Գիտես, որովհետև իր պապիկը իրան բացատրել էր, որ դու գիտես ինչ նկարիչ ես արդեն։ Դու գիտես ինչ ես։ Գիտես Աստված մեզ էլ է տեսնում։ Մենք հերիքը այսքան բան անենք, Աստված ասում է, ու երեխես հերոսը արդեն դառնալու։ Երեխես հերոսը սկսում է երազել քո համար, իմ համար։ Սկսում ասենց ծրագրեր մշակել, մարգարեներ ուղարկում քո հետևից, որ գան քեզ խոսք ասեն։ Աստվածաշունչը բացում ես խոսքի միջոցով այդ խոսում, որ դու իմ հզոր ծառան ես, իմ օծյալն ես, սկսում է։
Նկարիչը սկսվում է։ Աստված ամեն կողմից քեզ ուզում է նկարիչ դարձնի արդեն։ Քեզ ուզում է տաղանդ դարձնի, գիտես, ասում է դու հատուկ ես, ընտրված ես, դու յուրահատուկ ես, դու չես էլ պատկերացնում ինչ ունեմ քո համար պատրաստած։ Ու իրոք պատրաստում է։ Իսկ մենք վերցնում ենք այդ փուճուր մեքենան ու Առաջի Պետրոս 4-րդ գլուխ։ Դες խոսքը միշտ իմ մեջ sense արդեն երկար տարին է, երևի 5-6 տարի է, sense այս խոսքը մեջ էս հա գնում է այս բարակապակցությունը դատաստանը սկսվում է Տիրոջ տնից։ Այս մեջս ոնց որ ֆրա հա, չի կանգնում։ Աստված ինչ որ բան ուզում է ասի մեզ։ Գիտես մենք այն երես առած երեխեքի պես ենք մեկ մեզ պահում։ Դե մեր պապան է էլի։ Էս էլ կների, այն էլ կների։ Մեր պապան է։ Մեր պապան է։ Այդ պապայի աթորիտակ գրված է կատարյալ արդարություն։ Ինքը իր արդարությունից երբեք դուրս չի գա ոչ մեկի համար։ Չի կարա։ Իր ներսից չի կարա, որ ուզի էլ չի կարա։ Որովհետև իր աթոռի հիմքը արդարությունն է։ Առաջի Պետրոս 4-րդ գլուխ։ Գիտես ինչ է ասում Պետրոսը։ Ձեզնից մեկը չչարչարվի ինչպես մարդասպան, կամ գող, կամ չարագործ, կամ ինչպես ուրիշ բաներին խառնվող, ասում է թող ոչ մեկդ մի սխալ բանի համար հանգարց չչարչարվի։ Ոչ մեկդ ոչ մի սխալ բանի համար, բայց եթե ինչպես քրիստոնյա չարչարվի, թող չամաչի, այլ փառք տա Աստծուն այս մասին։ Ասում է, եթե դու կյանքում հալածվում ես, կյանքում մի վատ բան է քո հետ ելնում, մի հատ պատճառ կա, որ կարա լինի դա։ Թող դա լինի, ոչ թե նրա համար, որ բաների գողացել բռնեցին, նստացրեցին։ Մի եղբայր էր եկել մոտս, ասում է, ախր ինձ լավ գործեր Աստված ինձ դրել։ Հետո տարբեր բաներ աչքիս հավանեցի, սկսեցի կամաց բերել տուն ավելացածը, որովհետև ոչ մեկի պետք չէր։ Հետո կամաց չավելացածը սկսեցի բերել տուն։ Հələ չավելացած ասում էի, դե կավելանա էլի։ Բերեցի տուն։ Հետո մի օր հասկացա, որ ես կոնկրետ գողանում եմ ամեն օր։ Հետո բռնեցին, ֆիրմայի տնօրենը բռնեց, ամբողջ վերցածած հետ վերցրեց, ավելին ստիպեց տալ, ինքն էլ որ մոտեցավ ինձ թուղթ էր գրել ինքնասպանության, հաջողության թուղթ էր գրել ընտանիքին, գրել էր, որ գնար, գրել էր թուղթը իր բանի մեջ էր, երբ որ մոտեցավ, խոսացինք, ասի թուղթը բեր ճղենք, նոր աղոթենք, մինչև թուղթը չճղենք, անեծքը չքանդենք, ոչ մի բան չի փոխվի, որովհետև արդեն սա խառնվել էր մոտը։ Բայց դե ինչ, սկսել էր նրանից, որ դե մեկը ավելացավ, փչանալու է, գործի մեջ այսքանը էլ պետք չէր։ Տանենք էլի, տանենք տուն։ Գիտես ինչ է ասում Պետրոսը։ Ոչ մեկ չչարչարվի որպես չարագործ։ Եթե Քրիստոսի համար ես չարչարվում, չամանչես, այլ փառք տու Աստծուն այդ մասին, որովհետև ժամանակն է, որ դատաստանը սկսվի Աստծո տնից։ Ժամանակն է, որ դատաստանը սկսվի Աստծո տնից։ Բայց եթե առաջ մեզնից, ապա ինչ կլինի նրանց վերջը, որ Աստծո ավետարանին անհնազանդ են։ Պողոսն առաքյալն ասում է եկել է ժամանակը, որ դատաստանը սկսվի Աստծո տնից։ Գիտես, Աստված իր համար սուրբ ժողովուրդ է ուզում։ Ուզում է, որ մենք իրոք սուրբ լինենք, որ մեր բերանի մեջ չլինի բամբասանք, որ մեր մոտ չլինի անեծք, չլինի ինչ-որ սխալ քայլեր, որ մեր սրտի մեջ առաջնահերթ ոչինչ չլինի, որտեղ ամենից սրտից է սկսում։ Եթե սիրտդ Աստծո հանդեպ մաքուր ու ճիշտ դիրքում չի, սրտի ավելցուկից խոսում է բերանը։ Բերանը իրանյան չի խոսում։ Մենակ հոգեկան ոչ հավաշարակշռված մարդկանց մոտ է, որ բերանը իրանյան է խոսում։ Բերանը խոսում է սրտի ավելցուկից։ Եթե սիրտը մաքուր է, ամբողջ մարմինը մաքուր կլինի։ Գիտես ինչ էր ասում Հիսուսը։ Ես վերջի տեղն եմ կարդում, ու մենք աղոթք ենք անելու։ Գիտես ինչ էր ասում Հիսուսը։
Հովհաննես 14-րդ գլուխ 30 խոսքը։ Այլևս շատ չեմ խոսի ձեր հետ, որովհետև այս աշխարհի իշխանը գալիս է։ Եվ ինձանում ոչինչ չունի։ Գիտես ինչ ասում Հիսուսը։ Ասма շատ չեմ խոսում էլ, սատանան գալիս է։ Եկել է իր ժամանակը, եկել է իր ժամանակավոր ցնցալու ժամանակը, բայց ասма իմ մեջ ոչ մի բան չունի։ Իմ մեջ ոչ մի բան չունի։ Գալիս է, բայց նայելու է տեսնի իմ հետ կապ չունի ինքը։ Ես Հիսուսը երբ որ իջավ դժոխք իմ ու քո մեղքերը թողելու, հա։ Իրա ձեռների մեջ մեր բոլորի մեղքերն էր։ Երբ որ մեղքերը ընդունում հանձնում արեց, հա։ Երբ որ դժոխքը ընդունեց այդ սաղ մեղքերը, մենք էլ նայեցին, որ տեսան Հիսուսի մոտ բան չկա էլ։ Իրա սեփական ոչինչ չկա։ Ուրիշի մեղքերն էր բերե հանձներ։ Երբ որ տեսան բան չկա, չկարացան պահեին իրան։ Չկարացան պահեին, որովհետև դժոխքը պահում է մենակ նրանց, ում վրա կրուչոք կա։ Որից կարան գցեն ու պահեն դժոխքում։ Հիսուսն ասում է, ահա գալիս է այս աշխարհի իշխանը, բայց իմ վրա կրուչոք չկա։ Ինձնից չի կարա բռնվի։ Չի կարա կախի ինչ-որ բան ինձնից, ասի ես իմ սեփականությունն է։ Փորձի մի հատ հարթ տարածության վրա վերարկուտ կախես։ Քեզ 20 տարի ժամանակ։ 20 տարի, առավոտից երեկոն կարաս փորձես։ Վերցրու վերարկատ կախի պատին։ Ընկավ վերցրու կախի, ինչքան ուզում ես կախի, չի մնա այնտեղ, որովհետև կախիչ չկա։ Կախիչ չկա։ Քո վրա սատանայի համար կախիչներ մի սարքի, հա, մի հատ ստեղից սա կա, մի հատ ուղեղից սա կախած։ Հա, դե մի քիչ բամբասում եմ, ես մի կախիչը ստե է, մի քիչ ձեռս եմ։ Դե ինչ անեմ դե։ Մեկ ստացվում է էլի մի բան։ Մի հատ կախիչ ստեղ է։ Գիտես, արի նենց ապրենք։ Արի նենց ապրենք, որ Հիսուսի նման կարողանանք ասենք, սատանան գալիս է, բայց իմ վրա ոչ մի բան չունի, իմ մեջ ոչինչ չունի, գիտես գալիս է թող գա, քեզ ինչ, եթե քո մեջ ոչինչ չունի, ամեն, գիտես սատանան ոնց է աշխատում մարդու հետ, երբ որ կարողանում է մարդուն գցի մեղքի մեջ, այդ ժամանակ դու իր սեփականությունն ես, այդ ժամանակ ինքը սկսում է լավ քո հետ աշխատել, դու դուռ ես բացել, հա, կոպիտ ասած, այդ դռնով մտնում դուս է գալի, դառնում է պրախադնոյ դվոր, բայց երբ որ գալիս է ուտենում է կախիչ չկա, ծանր վեշերով եկել է, բամբասանք, անեծք, կախարդություն, անառակություն, ծանր սումկաներով եկել է մոտը, պատկերացր, եկե կանգնել է, միտեղ պիտի կախի, թե չէ, չի պահելու ձեռների մեջ, դե նման կախիչ չկա, ինչ պիտի անի, թողումա գնա տնա ում մոտ կախիչ կա, հա, հնար իրենց ապրենք, որ մեր վրա կախիչ չմնա, ամեն, արի ոտքի կանգնենք աղոթենք,